Ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի խորհրդարան, սիրելի ժողովուրդ, նախ արձագանքեմ եկեղեցու թեմայով ուրեմն պնդումներին, սկսեմ նրանից, որ եկեղեցին Կտրիշ Ներսիսյանի ղեկավարությամբ սկսել է խառնվել մի խանգարեք ինձ, մի խանգարեք ինձ։ Հարգելի գործընկերներ, մի վարքյան, պարոն Հովհաննիսյան, հարգելի գործընկերներ, այս ամբիոնից կարող են հնչել ձեզ համար տհաճ արտահայտություններ, քանի դեռ այս ամբիոնից չի հնչել վիրավորանք, դուք պարտավոր եք մի վարքյան, դա ձեր գնահատականն է, քանի դեռ չի հնչել օբյեկտիվ վիրավորանք, խնդրում եմ լռել եւ լսել, դուք ունեք հնարավորություն այս ամբիոնից արձագանքել ելույթներին, մի խանգարեք, խնդրեմ, վերականգնեք պարոն Հովհաննիսյանի ժամանակը։ Մի վարքյան, մի տեղից խոսեք, պարոն Հովհաննիսյան, համեցեք։ Շնորհակալ եմ, պարոն նախագահ։ Դուք ասում եք, որ դուք զբաղվում եք եւ ձեր պայքարը եկեղեցու պաշտպանության մասին է։ Մենք ասում ենք հետեւյալը. եկեղեցին Կտրիշ Ներսիսյանի գլխավորությամբ խառնվել է։ Հարգելի գործընկերներ, դուք հիմա խանգարում եք ելույթ ունեցողին։ Ես ենթադրում եմ, որ եթե դուք շարունակեք նման կերպ, քաղաքացիական պայմանագիրներ կարող է ասենք ամեն անգամ ինչ որ բան ասեք, դուրները չկա, նույնը անել։ Ուր կհասնենք մենք այդպես։ Մի տեղից բղավեք։ Խնդրում եմ ուշադիր լինել, որովհետև կրկնում եմ, եթե մենք գնանք այս տրամաբանությամբ, այս ազգային ժողովի դալիճը վերաբացվելու է անընդհատ այս սրահ։ Եկեք այդպես չանենք։ Վերականգնեք պարոն Հովհաննիսյանի ժամանակը, խնդրեմ պարոն Հովհաննիսյան։ Գլխավորությամբ, որ չարաճճիություն չանեք քաղաքական առումով եւ նաեւ ես կարողանամ միտքս ձեզ տեղ հասցնել, գլխավորությամբ լռեք իմ ելույթի Մի վարքյան էլ ներողություն պարոն Հովհաննիսյան, ներողություն։ Ով էր տեղից խոսում։ Լիաննա Գասպարյանը ես։ Տիկին Գասպարյան, ձեզ հայտարարում եմ նախազգուշացում։ Տեղից մի ընդհատեք ելույթ ունեցողին։ Ես նորից սկսեմ էլի։ Վերականգնեք պարոն Հովհաննիսյանի ժամանակը։ Գլխավորությամբ խառնվել է Հայաստանի Հանրապետության ներքաղաքական, արտաքին քաղաքական հարցերին եւ սա դեռ բավարար չէ։ Եկեղեցու առնվազն երկու պաշտոնյայի բարձրաստիճան պաշտոնյայի վերաբերյալ կա տեղեկատվություն, որ նրանք խախտել են կուսակրոնության ուխտը։ Եվ հաշվի առնելով, որ ինչպես Գառնիկ Դավթյանը ասաց, որ եկեղեցին մեր պետության հիմնասյուներից է, ես ամբողջությամբ համաձայն եմ ձեր այդ գնահատականների հետ, եւ հաշվի առնելով, որ այս նշածս հանգամանքները խարխլում են պետության հիմնասյուները, մենք կանգնած ենք եկեղեցու պաշտպանության եկեղեցու կողքին, մենք պաշտպանում ենք եկեղեցուն, իսկ դուք պաշտպանում եք կուսակրոնության ուխտը խախտած, քաղաքականության մեջ խառնված եկեղեցականներին, որոնք օգտագործելով կրոնը եւ եկեղեցին պաշտպանում են իրենց ուխտը խախտելը, քաղաքականության մեջ ներգրավել, այլ բաների մասին էլ չեմ խոսում, ուրիշ տեղ չեմ շարունակում։ Եվ հիմա ով է պաշտպանում եկեղեցին, մենք թե դուք։ Ով է պաշտպանում եկեղեցին, մենք թե դուք։ Ով որ պաշտպանում է կուսակրոնության ուխտը խախտելը, թե ով որ ասում է, որ կուսակրոնության ուխտը խախտածը պետք է հեռանա եկեղեցուց։ Ով է այստեղ եկեղեցու կողքին կանգնած։ Այս արդեն մեր ժողովուրդը այդ գնահատականը տվել է ամեն դեպքում տվել է։ Մեր եւ ձեր խնդրեմը գիտեք որն է, որ մենք իրականությունը ասում ենք, դուք այն հորինում եք։ Ստեղ է մեր խնդրեմը։ Եվ մարդիկ շատ լավ ամեն ինչ տեսնում, լսում եւ ամեն ինչ գիտեն։ Այդ ճանապարհն արդեն անցել են ուրեմն ձեր գործընկերները Հայաստան դաշինքի։ Հիմա դուք էլ նույն ճանապարհով եք գալիս, ենթադրում եմ նույն ավարտով ըստ էության։ Եվ երեկվանից մենք այստեղ քննարկում ենք ընդդիմության տեխնացուի հարցը, Արամ Վարդևանյանի հարցը, որպես ազգային ժողովի նախագահի տեղակալ, եւ իմ մոտ ընկալում է պարոն Վարդևանյան, որ ցույց տվում է մենք այստեղ խաղ ենք խաղում։ Ռեբուսներ ենք լուծում, ինչ որ վարժություններ ենք անում, բան։ Պարոն Սարգսյանի ասած ինչ որ պարյոմներ ենք անում, չգիտեմ ինչ ենք անում եւ այլն։ 40 հարց մոտ հնչեց, չէ, երևի 40 հարց, 35-40 հարց, 0 պատասխան։
Ոչ մի հարցը վերցնում է վերաձևակերպում է ինչ-որ ուրիշ բան, ինչ գիտեք խոսում եք այստեղից, պարոն Վարդևանյան, ինչ ուզում խոսում եք, ինչ գիտեք խոսում եք, այդպես չի լինում։ Այդպես չի լինում, ձեր գործընկերներն էլ չգիտեմ ինչի համար են ձեզ ծափահարում, գովում։ Պարոն Ռուբեն Մխիթարյանն էր, չէ՞, թե չեմ սխալվում, որ ասեցիք, որ պարոն Վարդևանյանը հայտնի է որպես ազատության փաստաբան, Արամ ազատարար, անգամ ասեցիք Արամ ազատիչ։ Ինչի համար եք գովում։ Մենք այստեղ ազգային ժողովի նախագահի տեղակալ ենք նախընտրում, ձեզ տեղակ պահեմ եւ պետքա նախագահի տեղակալի պարտականություններից բխող առնվազն ունակություններից խոսակ, իդ նման ունակություններ ես այստեղ չտեսա ընդհանրապես։ Պարոն Վարդևանյան, ես ձեզ հարցնում եմ, քանի քառակուսի կիլոմետր Հայաստանի Հանրապետության տարածքը դուք ինչ-որ բաներ եք խոսում, բա 29800-ից ոնց դառավ 29743, երբեք էլ 29800-29743-ի դիսկուրս չի եղել։ Սա այդ խոսույթը եղել է հենց այս ամբիոնից 2022 թվականի մարտին, Քրիստինե Վարդանյանը հարց է տալիս պարոն վարչապետին, վարչապետը այստեղից մեկնաբանում է, որ խոսքը գնում է, ուրեմն քարտեզների մասին հարցն է հնչում եւ խոսքը գնում է հանրագիտարանում եղած 29800 թվի մասին, որը տիտղոսային սկզբնական մասում է գրված եւ բացվածքում գրված է 29743, որը Հայաստանի Հանրապետության միջազգայինորեն ճանաչված սահմաններ են։ Եվ դուք սա շատ լավ գիտեք։ Եվ ինչ որ մանևրում եք, ինչ որ հարցին հարցով եք պատասխանում, ձեզ ուղիղ հարց ենք տալիս։ Պարոն Վարդևանյան, ես խոսում եմ, դուք իմ հետ զուգահեռ ձեր խմբակցության ղեկավարի հետ քննարկումների մեջ եք, ես ձեզ եմ դիմում։ Եվ դուք էլ հենց մի հատ էլ խոսում եք, գնալու եմ խորհրդարանական դիվանագիտությամբ զբաղվեմ, բան, այդ հարթակում, որ հանկարծ հարց առաջանա, որ դուք պետք է մատնանշեք Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքի չափերը, ինչ եք ասելու։ Կամ պարոն Իշխան Սաղաթելյանն այստեղ ասում է, չեմ ասում թիվը, որովհետև նկատի ունի կան օկուպացված դեռևս տարածքներ, այսինքն դուք չեք ընդունում Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը, որովհետև կան օկուպացված տարածքներ, ինչ եք ասում, որ այդ տարածքները դուրս են ձեր ընկալմամբ Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքից, որն է ձեր ասացի միտքը, էլի ես ուզում եմ, Հայաստանի Հանրապետության տարածքը 29743 կիլոմետր քառակուսի է, կան տարածքներ օկուպացված, որոնք սահմանազատման եւ սահմանագծման, ուրեմն հանձնաժողովի աշխատանքների արդյունքում ուրեմն պետքա վերականգնվեն եւ ապահովի Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը։ Եվ սրա մասից ասենք հին թեմաներ են, էլի։ Եվ այդ 29800-ի թեման կարեք շատ լավ, եթե չեք էլ հիշում, մի հատ YouTube-ում նայեք։ Հայաստանում էլ ինտերնետն ազատ է, VPN-ով բան պետք չի, էլի YouTube մտնել, արգելափակված չի YouTube-ը Հայաստանում։ Կարեք հանգիստ մտնեք նայեք։ Արհեստական ինտելեկտից օգտվեք, ձեր ամբողջ քարոզարշավը արհեստական ինտելեկտի վրա է հիմնված, եկել եք այստեղ ասում եք, դե մենք այդքան արհեստական ինտելեկտից չենք օգտվում։ Ձեր առաջնորդի առաջին մի քանի ելույթները ասենց դեմովս անցնում է, որ ասում եք արհեստական ինտելեկտ բառը։ Ձեր ամբողջ գովազները, որ ադրբեջանցիները ահա ավտոբուսներով, ձիերով գալիս են, մանկապարտեզներն են գրավում եւ դպրոցները, սա արհեստական ինտելեկտ չէ։ Այդ դուք չեք։ Դուք եք, չէ, ուրիշ մարդ չէ։ Ուրիշ մարդ չէ, չէ։ Ասում են քարտեզը սարքել եք քարոզչական նյութ, մարդիկ, ովքեր Հայաստան մեր պետության անունը դրել են իրանց դաշինքի անուն, ասում է քարտեզը դարձրել է քարոզչական նյութ։ Հայաստան դաշինք, ուժեղ Հայաստան դաշինք, Բարգավաճ Հայաստան, ինչ եք ուզում ես Հայաստանից, ես չեմ հասկանում։ Գոնե տարածքային ամբողջականության թիվը ասեք, որ այդ անունը մեր պետության դրել եք ձեր վրա։ Գոնե այդ ասեք։ Ոչ մի հարցի, կրկնեմ, չպատասխանեցիք պարոն Վարդևանյան, ինչ-որ թիմ փոխելու մասին հարցեր եք տալիս, գալիս եք, ինչ-որ վերաձևակերպում եք, փորձում եք մեր գործընկերներին ինչ-որ բան անել, ստվեր նետել մեր գործընկերների վրա։ Հանրապետական կուսակցություն, հետո գնացիք Հայաստան դաշինք, հետո եկաք ուժեղ Հայաստան դաշինք, տպավորությունն է, որ այդ ժամանակ մի հատ էլ կուսակցություն լիներ անուններ ավելի ուժեղ Հայաստան դաշինք, Վարդևանյանը գնալու էր ավելի ուժեղ Հայաստան դաշինք։ Կարող է ձեզ օրինակ ընտրենք տենց մի շաբաթ անցնի, գաք պարզվի դուք գնացել եք Բարգավաճ Հայաստան, տենց համել իրանց մանդատները տենց կպաշտպանեք էլի ազգային ժողովում։ Վախենամ դուք ընտրվեք, հետո էլ դառնաք ուրիշ կուսակցության անդամ, պարզվի ուրիշ ինչ-որ մեկինա ձեր օգնությունը պետք, որտեղ ոնց հասկանում եմ դուք հայտնվում եք քաղաքական ուժերում այն տրամաբանությամբ, որ ձեր ուրեմն փաստաբանական ծառայությունն են պետք այդ քաղաքական ուժերին։ Ու այդ թիմերից է դուրս գալուց ասում է դե ես ձախողեցի, դրա համար դուրս եկա, բայց ահա դուրս գալուց 22 թվականին
Ասում է պատճառն անձնական էր։ Հիմա պատճառն անձնականա, թե 4 տարի հետո ո՞րն է ճշմարտությունը, 22 թվականին ձեր ասածը, թե դրանից 4 տարի հետո ձեր ասածը։ Այսինքն խեք ձեր աջակիցներին, ուրեմն խի ձեր աջակիցներին 22 թվականին չեք ասել, մենք ձախողվել ենք եւ ես դնում եմ մանդատս, ոչ թե իմ պատճառն անձնական է, ինչ-որ հուզական տեքստեր եւ այլն եւ այդպես շարունակ։ Հիմա այդ ժամանակ եք ճիշտն ասում, թե հիմա եք ճիշտն ասում եւ այլ ինչ ճշմարտություններ կան, որ դուք կգաք այստեղից կբարձրաձայնեք արդյոք թե չեք բարձրաձայնի։ Չգիտեմ, որ գործընկերն ասած, եթե Փաշինյանը չլիներ, դուք քանի տոկոս ձայն կհավաքեիք։ Ու սա ասում է մի ուժի ներկայացուցիչ, անկախ նրանից Հայաստան դաշինքից էր ասել, թե ուժեղ Հայաստանից, մեծ հաշվով այդ իմաստով կապ չունի, ում մոտից որ հանես փողը, քյաբաբը, կովերը, ածան հավերը, շալվարները, կոլաները, բեռաշկիները, կավարտվի ամեն ինչ։ Պատմությունը կավարտվի։ Կմնա 0։ Ուղիղ կհավասարվի ձեր տոկոսները Արամ Վարդևանյանի տրված պատասխանների թվին 0։ Հա, մենակ Պերաշկին դուրները չեկավ։ Պերաշկին լավ, կարամ համարենք Պերաշկին չեմ ասել, ինչպես որ կարող ենք համարել, որ չեմ ասել Կտրիշ Ներսիսյան, օրինակ։ Եվ ամփոփելով, նախ ես ուզում եմ ձեզ հորդորել Էդգար Ղազարյան։ Այսուհետ իմ անվան հետ կապված որևէ զրպարտչական տառ կամ բառ չարտահայտեք այստեղ։ Իհարկե ես իրավական գործընթացների կողմնակից եմ, կանցնեմ իրավական գործընթացով, բայց ես հորդորում եմ տառ ու բառ հանգարց իմ անվան հետ կապված զրպարտչական, վիրավորական կամ լավ կանեք ընդհանրապես իմ անվան հետ կապված տառ ու բառ չխոսեք։ Այս մասով եւ սակրավորների թեմային էլի եմ ես անդրադառնալու, որովհետեւ ուժեղ Հայաստանի ներկայացուցիչներ։ Նայեք տրամաբանությունը որն է։ Դուք մի թիմ եք։ Ձեր թիմի անդամը ցանկանում է հայ զինվորի մահը։ Ձեր թիմի անդամները ըստ էության չեն դատապարտում, ել չեմ խոսում, որ դուք ձեր թիմ եք վերցրել իրան դա ասելուց հետո, դա հաշվի չի, դա ձեր համար ընդհանրապես ֆիլտրերի մեջ չի եղել, էլի, որ ինքդ այնպես բան ասել։ Դուք դրա վրա աչք եք փակել, վերցրել եք ձեր թիմ, օքեյ, լավ, անցանք առաջ։ Հիմա եկել եք այստեղ, մանդատ է ստացել այդ մարդը, ձեր թիկունքում նստած է։ Ոչ ներողություն ա խնդրում, ոչ դատապարտում ա ձեր խմբակցության ղեկավարը թիմի անունից, եւ քանի դեռ սա տեղի չի ունեցել, ես չգիտեմ սա ինչպես կընկալվի ձեր կողմից, առնվազն չգիտեմ, ես սենց նայում եմ ձեզ եւ տեսնում եմ 29 Էդգար Ղազարյան։